Ղարաբաղի կորուստը շատ մեծ պատմություն է եւ անհայտներով եկող, թեև ոչ էլ անհայտ է, ասենք, այդպիսի կոնֆիգուրացիայի դեմ Հայաստանը անզոր գտնվեց իմ պատկերացմամբ։ Այդպես էլ եղավ։ Այդպես էլ եղավ։ Հիմա պետք է այդ նույն թակարդը երկրորդ անգամ չընկնել ընդամենը։ Բայց արդեն լարված է թակարդը բոլոր կողմերից։ Մենք ինալու ժամանակ չունենք, մենք ինգել ենք շադոնց, մենք լողում ենք այդ թակարդի մեջ։ Սա է բան խնդիրը, դժվար խնդիրը, որ մենք այդ 12 հուլիս 2020-ից հետո ընդհանրապես մերկացանք եւ չկարողացանք թե անոր առաջ, թե անոր ընթացքին, թե անոր վերջը անմիջական թասերը քաղել, թե ինչպես պիտի պաշտպանեինք ինքնին։ Մենք չարեցինք ոչ մի բան։ Ես դրա հագնտեմ հարցն եմ ուզում բարձրացնել։ Պետք է կարգավորել հարևանների հետ հարաբերությունները։ Անպայման, անոր վրա գասկած չկա, բայց պետք է չկարգավորել ուղղակի շարունակելով երկու կողմե ուղված զենքը մեր գլուխին բանով քերիացումով մենք քերին ենք դարձել այս Դամոկլեսի սուրի դեսագետից եւ մենք չենք կարողանում ընդհանրապես մեր ճիշտ արջեր դանել։ Մենք ստիպված ենք շարունակ զիջել թիմացինին, մեր հագարագործներին, ակնկալիքներուն, շարունակ։ Եվ այս տեսակ հաշտեցում չի կրնար դեղի ունենալ, սա հաշտեցում չի, սա պատանդ կդրած ենք մենք ասում ցերկը։ Стремление Армении в Европу, тут можно по-разному как бы воспринимать сам этот факт. Да, понятное дело, что никто в Европу, в смысле в Евросоюз, Армению не возьмет. Это совершенно очевидно, как бы тут я не представляю себе даже людей, которые реально верят в то, что Армения в каком-то там обозримом будущем может стать частью Евросоюза. Я также не верю, что Европа может дать какие-то, скажем так, преференции, серьезные преференции, там, такие как тот же безвизовый режим, там, как она дала Украине и Грузии, тот же там это самое открытие своих рынков. Дмитрий, вы правы. Украина не дала, да, как мы знаем, что Дмитрий, она фактически свои рынки для Украины закрыла, несмотря на то, что Украина свой рынок открыла наоборот. То есть рассуждения о стремлениях Армении в Европу, они не о том, что Армения хочет стать частью ЕС, это просто невозможно, а они о, скажем так, определенной смене геополитического вектора, что Армения хочет дружить как бы с врагами России. Չունի այն ռեսուրսը, որ որևէ տնտեսական միավորի հետ կամ որևէ քաղաքական միավորի հետ դաշինք երկրների իմաստով հարաբերություն փչացնի։ Մենք չենք կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ օրինակ հարաբերություն փչացնել։ Մեր ամբողջ բանկային համակարգը SWIFT համակարգով կապված է, նույն Արևմուտքի հետ, նույն Ռուսաստանի հետ։ Հիմա Հայաստանի իշխանությունները անում են այնպիսի քայլեր, որը այսպես համաշխարհային տնտեսական հարաբերությունների մեջ ընդունված չի։ Ռուսական իշխանություններն ասում են դուք պետք է կողմնորոշվեք, կամ ԵԱՏՄ, կամ ԵՄ, դա նորմալ երևույթ է եւ պետք է կողմնորոշվեն։ Այսինքն երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չկա, կան տարբեր ստանդարտներ։ Սա 4 տնտեսագիտական փաստ եմ ես ասում։ Լավ, այդ նույն քայլերը անում է միջինասիական երկիրը, հետ խորհրդային տարածքներից, հա, էլի տնտեսական սեգմենտում եմ ուզում դիտարկենք։ Ինչու նույն վերաբերմունքը Կրեմլի չկա այդ երկրների նկատմամբ։ Օրինակ որ երկրի։ Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան։ Ղազախստան, Թուրքմենստանը ԵԱՏՄ անդամ երկիր չի հանդիսանում, Ղազախստանը միայն հանդիսանում։ Անկեղծ ասած ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ կարող պնդել նույն վերաբերմունքը կա թե չկա, բայց բոլոր դեպքերում այն, որ դա նորմալ է, որ ասում են կամ ԵԱՏՄ կամ ԵՄ, դա նորմալ է, որովհետև նույն հաջողությամբ տեսեք, գործող իշխանությունները խաբում են։ Նորմալ է, քաղաքական ճնշում չէ, դա Հայաստանի վրա կապված նախընտրական։ Բացարձակ ճնշման խնդիր գոյություն չունի այստեղ։ Դա քաղաքականությունը ամեն երկիրի շարն առաջ տանում։ Հիմա նույն Հայաստանի իշխանությունները, ասեմ ուրիշ բան, այդ ԵՄ-ի շրջանակներում բառից բուն իմաստով խաբում են մեր հայրենակիցներին։ Կա տնտեսագիտական աքսիոմա։ Բոլոր այն երկրները կարող են սկսել բանակցություններ Եվրամիության անդամակցության հետ կապված, որոնց արտահանման 40%-ը, առնվազն 40%-ը բաժին ընկնում
եւ Եվրամիության երկրներին։ Իսկ մեր արտահանման ընդամենը 7-ից 10%-ը բաժին չի ընկնում Եվրամիության անդամ երկրներին, մոտավորապես այդ շրջակայքում։ Եվ հետեւաբար խոսել, որ մենք գնում ենք Եվրամիություն, դա ճիշտ չի։ Դա ընդամենը այսօր Խոսել կարող են, բայց անդամակցության հայտ ներկայացնել չեն կարող։ Այսինքն Այստեղ ես համաձայն եմ։ իրականության հետ դա կապ չունի բացարձակ։ Բացի այդ, մեր եկեք նայենք, կշռենք մեր երկրի շահերից ի՞նչն է բխում։ Երբ որ դու այսօր Երկրի շահերից ներողություն բխում է դիվերսիֆիկացիան։ Այո, բայց դիվերսիֆիկացիան շատ ճիշտ եք ասում, բայց Ոչ թե միայն ռուսական եթե Նիկոլ Փաշինյանը եւ գործող իշխանությունները խոսում են անկախության ինքնիշխանության մասին, ամենամեծ կախվածությունը Ռուսաստանից իրենց կառավարման տարիներին մենք ունենք։ 60%-ից ավել բաժին եկնում Ռուսաստանի Դաշնության մեր արտահանման։ Հիմա այս 8 տարին իրենք են կառավարում, թող դիվերսիֆիկացնեին։ Իրենք էլի այս մասին բազմից ծառիթ ունեցել են։ Ինչու են պետական բյուջեից գումար վճարում բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրենց արտադրանքը կարտանեն Եվրոպա։ Թող ֆինանսավորեն չինական ուղղությունը, կորեական ուղղությունը, վիետնամական ուղղությունը, թող արաբական երկրներ եւ այլն։ Ինչու՞ պատասխանը ո՞րն է։ Որտեղ գումար են ստանում Եվրոպայից։ Հակաքարոզ անել ռուսական հակաքարոզի համար եւ մեզ էլ բերում կապում են այդ տրամաբանության մեջ, որպեսզի մեր ռեյտինգի հետ վարկաբեկ են մեզ sense ասում մեկ բառով, շատ պարզ մաչելի լեզվով եմ ասում, ժողովրդական։ Այսինքն սարքել են Ռուսաստանին թշնամի, իբրև թե մենք ինչ որ ռուսական ազդեցության տակ ենք, որը իրականության հետ բացարձակ կապ չունի։ Вот еще один момент. Вот европейцы очень умело, очень прагматично могут развивать систему борьбы, вражды между Россией и бывшими республиками СССР. Очень. Но посмотрите, сейчас какой сценарий устраивает Европу? Охлаждение отношений на уровне Армения-Россия. В идеале вывод российских войск из Гюмри, вывод базы. А на этом фоне начало переговорного процесса на уровне Европа-Россия. И уже обсуждается посредническая миссия там бывшего канцлера Шрёдера, бывшего канцлера Меркела. Да, Меркель, вот, совершенно верно. Вот обсуждается вот формат сотрудничества. И я уверен, что уже какие-то формы взаимодействия на невидимом, латентном дипломатическом уровне уже идут на уровне Европа-России. Но опять-таки, а на другом треке, ну это система замещения, а на другом треке вот будет охлаждение на уровне отношений Армения-Россия. Արևը չի մոռացել կամ ինչու այսօրերին հիշեց հատկապես ԵՄ դիտորդներին, հիշում եք հայտնի արտահայտությունը, ինչ էր ասում, մեկ գրակոց եւ նրանք կանետանան։ Ում է սպառնում։ Ալիևը ցույց է տալիս, որ մտավախությունները, թե Ադրբեջանը ընդհանրապես ճշմարտ տակ է գնացել Վաշինգտոն եւ նպատակ չունի խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, ճիշտ են։ Եվ ես դրանից եմ ավելի վախենում, որ Ռուսաստանը, ինչպես նշեցի, կարող է դեռ օգտվել այդ իրավիճակից։ Տեսեք, եթե Ալիևը տեսնի, որ Թրիփի կառուցումը հետաձգվում է, ելնելով Իրանում պատերազմից, ելնելով ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքից, ելնելով ռուս-ուկրաինական ռազմաճակատում հնարավոր հրադադարից, որը Ռուսաստանին հնարավորություն կտա իր ուշադրությունը շեղել այլ տարածաշրջաններ, գուցե իր երազած Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված, որ Պուտինն էր գրել, իհարկե նաև իր ազդեցությամբ, նա ցանկանա ստանալ։ Այսինքն ես չեմ զարմանում, որ Ալիևը մի օր հայտարարում է, որ վերջ խաղաղություն է հաստատվել, հաջորդ օրը խոսում են ինչ-որ արևմտյան ադրբեջանցիներից, դիտորդներից, ամրացությունից եւ ես վստահ եմ։ Երեք Հաջիևը հիշեց 300,000 ադրբեջանցիներ, որոնք տեղահանվել են։ Ինձ զարմացնում է այդ հարցում Հայաստանի լռությունը, իսկ քանի հայ է տեղահանվել Ադրբեջանից։ Չհաշված Արցախյան։ Դրա մասին շատ ենք խոսել Բաքվից, Սումգայիթից եւ իդեպ գիտեք, այդ որ ասում են չեն իրենք կվերադառնան, հայերը չեն վերադառնա, պետք չի ասել, բայց անպայման չի վերադառնա կոմպենսացիայի մասին, եկեք խոսենք, դրանք միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ են, այսինքն պահանջի դիմաց։ Իհարկե Հայաստանում կա տեսակետ, որ պետք է լռել, ուշադրություն չդարձնել, Ալիևն է խոսում է, մենք հիմա հնարավորություն չունենք, բայց նախ խոսքը հուսով ենք գործ չի դառնա, եւ երկրորդը սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահը անկեղծ
չի խաղաղության օրակարգում, բա վտանգը սա է։ Այսինքն, եթե ուղղակի ժամանակ են շահում, թոզ են փչում միջազգային հանրության աչքերին, հատկապես արևմուտքի, բայց մտքում ունեն այսպիսի ինչ-որ նպատակներ, պետք է ուրեմն հասկանալ, որ խաղաղության օրակարգը անկեղծ չի։ Եվ իդեպ ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքներից հետո էլ Ունիքս ամնացությունը փոխելուց հետո էլ Ալիևը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, որովհետև միջազգային իրավիճակը այնպիսին չէ, որ նրան հարկադրի դա անել, իսկ առանց հարկադրանքի նա կարծես որևէ քայլ չի անում։ Անգամ սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելու պարագայում է։ Իհարկե, Ադրբեջանի սահմանադրությունը ինքը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Դրա մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց մենք չենք ասում, չէ, սահմանադրությունը փոխեք հետո։ Սահմանադրությունը փաստաթուղթ է ուղղակի, հռչակագիրը, եւ ամեն ինչ կապել դրա հետ իհարկե ես ճիշտ չեմ համարում, կամ սահմանազատում ինչի չկա։ Իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանում ռևանշիստներ չկան, իհարկե կան մարդիկ, որոնք ձայնակցում են գուցե ռուսական նաև հորդորներին Արցախի վերադարձի, Արցախի ոչ թե արցախցիների մասին դեռ խոսում են, բայց Ալիևը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակում իհարկե ընտրվելու ինչին այսպիսի հայտարարություններ անում։ Նույնիսկ նաև վնասում է, ես դες կասեի, շատ հաճախ ասում են ձեռնտու է, որ Փաշինյանը ընտրվի Ալիևին, բայց եթե ձեռնտու լիներ, ինչի է անընդհատ պետք նրա դիրքերը թույլաtsնել, սա էլ է հետաքրքիր հարց։ Моя точка зрения несколько отличается. Кстати, могу сослаться на коллегу своего Аваткова, очень серьезного турколога, грамотного, прекрасно знающего турецкий язык. Он возглавляет отдел в Унионе, отдел как раз Ближнего Востока. И он высказал интересную точку зрения, собственно, подтвердив мои ожидания, что в этом случае Армения превратится в Аджарию, каковой стала часть Грузии. Там сплошные турецкие магазинчики, кофейни, там лаканты и так далее и тому подобное. Ну и, в общем, турецкий бизнес там очень плотно осел, вытеснив, конечно, местный бизнес. Вот это грозит и Армении. Армянские бизнесмены не будут в состоянии успешно конкурировать с турецким бизнесом. И опыта поменьше, да и финансовых возможностей. Поэтому, в общем-то, большинство нормальных обозревателей рассчитывает, что подобное сотрудничество рассматривается ими как, в общем-то, опасное для Армении. Հասկանանք, հա, ինչ է արել Հայաստանը, որ Շոյգուն հայտարարում է Երևանի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն անհամատեղելի քայլերի մասին։ Որոնք են այդ անհամատեղելի քայլերը։ Նրանք դիտարկում են, որ Եվրամիության ինտեգրման օրենքը, որ ընդունվեց Հայաստանում, եւ ասենք սերտ քաղաքական հարաբերությունները եւ նրա առաջատար պետությունների հետ վնասում են Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Իհարկե սա ասում է Ռուսաստանը հիմա ավելի շատ նավթ է վաճառում Եվրամիությանը կամ հեղուկ գազ ավելի շուտ, չէ՞, 6.9 միլիարդի հասցրել են նախորդի անհամեմատ փոքր էր։ Հիմա Ռուսաստանը ինքն է գնում իր թշնամու դոռը, առևտուր է անում։ Մեզ չի կարելի դա անել։ Գիտեք ինչ, եթե իրանք հստակ խանդի տեսարաններ են սարքում, չէ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, լավ նշան է արդեն։ Այո, դա ինչ-որ մի առումով նույնիսկ լավ նշան է։ Իհարկե։ Բայց ամեն դեպքում մենք կարող ենք այստեղ ասել, որ ավելի շատ գուցեև սա հայ հասարակության ուղղված քաղաքական մեսիջ է, կապված նախընտրական գործընթացների հետ, որովհետև այս մեսիջը հիմա ընդդիմությունը մեկնաբանում է հետևյալ կերպ, որ ասենք լարսը կփակվի, գազը կթանկանա, ատոմակայանը չի սպասարկվի, գյուղատնտեսական մթերքները եւ սա ամեն ինչը, եթե իսկ եւ տրանսֆերները, որ Ռուսաստանից գալիս են Հայաստան, եթե այս 4-5 գործոնը մենք հանում ենք, պարզ է, որ Հայաստանի համար հնարավոր է որ ստեղծվի տնտեսական շատ ծանր վիճակ։ Եվ գուցե եւ սա ազդի ընտրողի վրա, որը որ մտածի, որ
Գուցե իսկապես, եթե մենք ազդի նախազգուշացնելը, որ այսպիսի բան կարող ենք։ Այո, այդ կարող է ազդել ընտրազանգվածի կողմնորոշման վրա։ Բայց շատ մասնագետներ ասում են, որ դա ձևական, այսպես ասած, մթնոլորտ է ձևավորվել հիմա, որի մասին կմոռանան հունիսի 7-ից հետո կողմերը։ Չեմ կարող ասել, ինձ թվում է, որ շատ մարդիկ իսկապես, գիտեք, Հայաստանի ժողովուրդը 90-ական թվականներ ապրել է։ 90-ական թվականները այն ժամանակաշրջան էր, որ կապերը եւ էներգետիկ մենք բոլորս էլ չէ, ժամանակներում ապրել ենք, հիշում ենք, մասնակցել ենք, տեսել ենք, մեր կաշի վրա զգացել ենք այդ մութուցուր տարիները։ Եվ հիմա երբ որ այդ խոսույթը զարգանում է, կարծես այդ տեսարանները մարդկանց տրամադրության վրա զգալիորեն ազդում են, եւ ես չեմ բացառում, որ նման նախազգուշացում գործ ունենք ինֆորմացիոն ճնշումների հետ։ Այո, գործ ունենք այստեղ ինֆորմացիոն ճնշումներ եւ ես ձեզ ասեմ, ազդեցության ամրապնդման համար ոչ թե կապերը կտրում են, այլ հակառակը ուղիներ են գտնում այն չկորցնելու համար։ Հիմա ենթադրենք այսպեսի մի սցենար, ասենք Ռուսաստանը այդ բոլոր քայլերը, որ ասացիք, չէ, թվարկեցի, արեց։ Դրանից ինքը ինչ է շահելու։ Ինքը կորցրել է նաև Հարավային Կովկասում մի երկիր։ Իսկ սա շատ կարևոր է, այսօր Հայաստանը ձեռք է բերել աշխարհաքաղաքական շատ կարևոր նշանակություն։ Но чтобы сейчас ставить на повестку, что или Европейский Союз, или ЕАЭС, это абсолютно не соответствует никакой реальности, потому что Армения является частью ЕАЭС совсем своим естеством. Может быть, даже больше, это мое мнение, может быть, это я не должен говорить, но мне кажется, что Армения очень даже интегрирована в Евразийский экономический свет и так далее. Хотя это решение Армении, я уважаю, тем более, что я очень люблю Армению и считаю, что вы лучше знаете, как вести, как действовать. Но даже на этом фоне, что с Европейским Союзом почти нет никаких, кроме политических, никаких других таких связей, а с евразийским пространством максимально вовлечена Армения, на этом фоне ставится вопрос, или там два стулья, две свадьбы и так далее, это что-то не соответствует действительности, неадекватные реакции. Это настолько неадекватные реакции, что любой аналитик скажет, что здесь что-то искусственное, что-то другое. Итак, Павел, давайте начнем с вас. И для начала хочу спросить, вас не удивляет риторика в армяно-русских отношениях на фоне предвыборной атмосферы в Армении? Чья именно риторика? Пашиняна или наша? И ваша, и наша. Риторика Пашиняна вряд ли, наверное, кого-то удивляет, учитывая то, что мы наблюдаем происходящее на улице, как он разговаривает с людьми, с избирателями. Странно было бы ожидать от этого человека каких-то адекватных риторических экзерсисов в отношении России. Тем более, что у нас нет сомнений, куда идет Армения, и, вернее, куда ведет, в какой тупик ведет Армению господин Пашинян. Поэтому, да, его риторика, конечно, вызывает сожаление, вызывает печаль, но удивляет? Нет, не удивляет. А то, что говорят с российской стороны, я спросил и об этом. Мы сейчас по примерам. Дело в том, что насильно мил не будешь, да, поэтому то, что Российская Федерация отвечает зеркальным образом, мне кажется, естественное развитие ситуации. К сожалению, да, наши многолетние, даже многосотенлетние отношения летят в трубу из-за действий одного политика и поддерживающей его группировки как в элитах, так и в обществе армянском. Андреас, Павел, то, что сказал Павел, это как бы означает, что у руководства Армении антироссийская риторика, да? Хочу спросить, вы с этим согласны? И если да, то что конкретно антироссийское? Ну, Никол Пашинян, я думаю, очень интересную статистику озвучил.
за 8 лет своего пребывания на посту премьер-министра он 200 раз имел телефонные разговоры с Владимиром Путиным. То есть за 400 недель 200 раз, это 2 раза в месяц, да, в 2 недели раз говорит о тесном таком общении, среднестатистически, если подойти, которого, наверное, на постсоветском пространстве с Владимиром Путиным ни один государственный деятель да, из новых независимых государств не имеет. То есть эта статистика не была опровергнута с российской стороны никем, может быть, просто не заметили это выступление Пашиняна, но он где-то вот в каком-то районе, в каком-то селе с грузовика, да, как Ленин с броневика выступил, сказал о том, как он любит Российскую Федерацию, как он уважает руководство Российской Федерации, как он внимательно относится к интересам России в Армении и заявил в очередной раз в этой маленькой деревне перед небольшим, на митинге с небольшим участником этих крестьян, что Армения остается верным своим договоренностям, договорам, своим отношениям с Российской Федерацией. Но это так, есть договор, который отвергнут Арменией уже? Нет, я думаю, что единственное действие, которое можно указать, это замораживание, трудно с правовой точки зрения это оценить, замораживание участия в мероприятиях ОДКБ, что это значит. То есть это не выход.